Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ կխոսենք ամերիկահայ մեծ բարերար Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Քրք Քրքորյանի գործունեությունից։ Քրք Քրքորյանին անդրադառնալու պատճառը տխուր է, ես կասեի, որովհետև 98 տարեկան հասակում նա վախճանվեց։ Թաթուլ, Քրքի մասին խոսելուց շատ հայեր, եթե չասեմ հայաստանցիների մեծամասնությունը երախտապարտության զգացողություն է ունենում, կարծում եմ հիմնավորված է դա, որովհետև շուրջ 220 միլիոն դոլար ծախսվել է Հայաստանում, դա Լինսի հիմնադրամի շրջանակներում, եւ այդ ծախսված գումարներից գրեթե յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի օգտվել է, իր վրա զգացել է ճանապարհներից սկսած վերջացրած մշակութային օբյեկտներ, բնակարանաշինություն եւ այլն եւ այլն։ Սակայն մինչև Լինսի հիմնադրամի գործունեությանը անդրադառնալը խոսենք Քրք Քրքորյանի նախքան Լինսի հիմնադրամը կատարած աշխատանքներից, այսինքն Հայաստանին տրամադրած օգնություններից։ Լինսի հիմնադրամը ամենահայտնին է, բայց դրանից առաջ Քրք Քրքորյանը մի շարք բարեգործություններ է արել, որի մասին շատ քչերը գիտեն։ Ճիշտ է դա, եւ Քրք Քրքորյանը այն բարերարներից է հայ, որի չափ որևէ մեկը չի արել գումարային իմաստով, եւ երևի այն հայերից է, որի մասին այդքան քիչ է գրվել, այսինքն արածի եւ գրվածի համեմատ, այսինքն Քրք Քրքորյանի գործունեությունը երբեք PR նպատակ չի հետապնդել, եւ սա խոսում է նաեւ Քրք Քրքորյան մարդու անձնավորության մասին, լավ հայի մասին, լավ մարդու մասին։ Ես հիշում եմ, որ դեռ երկրաշարժի ժամանակ Քրք Քրքորյանը սկսեց իր օգնությունները Հայաստանին, Միացյալ ազգային ֆոնդն էր ձևավորվել, որը ղեկավարում էր ամերիկահայ լրագրող հասարակական գործիչ Հարութ Սասունյանը, նա էր համակարգում այդ ամենը, հարյուրավոր օդանավերով օգնություններ էր հասցվում Հայաստան, Քրք Քրքորյանի ներդրումը անուրանալի էր այդ մթի եւ ցրտի տարիներին, նրա ներդրումը անուրանալի էր Հայաստան համահայկական հիմնադրամների այդ հերոստամարաթոնների ընթացքում, նվիրատվությունների ժամանակ, օրինակ, ես հիշում եմ մի հերոստամարաթոնի ժամանակ Քրք Քրքորյանը կրկնապատկեց այն գումարը, որ ամբողջ հայ աշխարհն էր հավաքել։ Եվ գիտեք, դա արվում էր շատ ոչ այնքան PR չէր արվում դրա շուրջ, հասկանում եք, եւ սա այս մեծ մարդու նաեւ անձնական, որակական մարդկային հատկանիշների մասին է խոսում, եւ անկասկած Քրք Քրքորյանը ազգային հերոս է ոչ թե նրա համար, որ այդ նրան շնորհել են այդ կոչումը Հայաստանի իշխանությունները, ինքը իրավամբ վաստակած ազգային հերոս էր, եւ ես չգիտեմ մի հայի, որը նրան երախտապարտ չլինի։ Այո, անկախ Հայաստանի պատմության ընթացքում Լինսի հիմնադրամի, մենք խոսեցինք օգնություններից, որոնք կարծես ինստիտուցիոնալ բնույթ չէին կրում, հատվածական էին, սակայն 2001 թվականին սկսված Լինսի հիմնադրամի այդ ծրագիրը արդեն ինստիտուցիոնալ օգնության բնույթ էր կրում, որը կոնկրետ ներդրվեց Հայաստանի տնտեսության մեջ։ Ինձ համար օրինակ Թաթուլ շատ ցավալի է, որ հիմա շատերը գրում են, որ Քրքի փողերը կերան, թալանեցին եւ այլն, ես չէի համաձայնվի այդ մտքերի հետ, որովհետեւ համարում եմ, որ Լինսի հիմնադրամի գործունեությունը ամենաարդյունավետ նախագծերից մեկն էր։ Միգուցե ինչ-որ բան եղել է, կերել են այդպես իրենց բառերով ասենք, բայց ամենաարդյունավետ նախագծերից մեկն էր Հայաստանի անկախ պատմության մեջ։ Միգուցե սխալվում եմ։ Նայեք, կերել են թե չեն կերել, ես չեմ կարող ասել։ Նու հավանաբար կերել են, մի բան էլ կերել են, բայց չեմ կարող դա որևիցե ձևով որևէ մեկի վրա այսպես մեղք բարթել ասելով, որ հա այդ փողերից կերել են, բայց ինքը շինարարությունը այն ոլորտն է, որտեղ շատ լավ ուտելու տեղ կա, ճանապարհաշինարարություն, բայց ես ուզում եմ այլ բանի անդրադառնամ, նայեք, Քրք Քրքորյանի եւ այս Լինսի հիմնադրամի գործունեության արդյունքում Հայաստանը
կարող ենք ասել առաջին անգամ իրավամբ դուրս եկավ եւ հաղթահարեց տնտեսական ճգնաժամը։ Մենք կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ ժամանակաշրջանի իշխանությունների նկատմամբ, մենք կարող ենք տարբեր որակումներ տալ, բայց չենք կարող իրականություններին բաց աչքերով չնայել, այսպես ասենք, հա, եւ փաստ է, որ 2001-2 թվականներից սկսած մինչև 2008 թվականը մենք կարող ենք ասել, որ Հայաստանում գրանցված տնտեսական աճը կամ դրա հիմքերը դրվեցին հենց Լինսի հիմնադրամի գործունեության շնորհիվ, երբ որ Հայաստանում արդեն ոչ միայն աշխատատեղերի պակաս չկար, այլ նաև արդեն բանվորները, այդ վարպետները արդեն սակարկում էին գումարի համար։ Դե աշխատողը ես Եվ ուրիշ բան ես ձեզ ասեմ, կրկնում եմ, ուրիշ բան, որը նույնպես թվերի մասին է խոսում, 2004, 5 եւ 6 թվերին հայոց պատմության այս վերջին 25 տարիներին դրանք 3 տարիներն են, երբ որ Հայաստանում գրանցվել է ներգաղթ, այսինքն մեկնածների եւ ժամանածների թիվը հոգուտ ժամանածների է։ Սա եւս խոսում է այն մասին, որ Հայաստանում աշխատանք կար, գործ կար եւ դա մեծ մասամբ նաեւ պայմանավորված էր Քրքորյանի այս նվիրատվությամբ, որտեղ Լինսի ծրագիրի ի տարբերություն շատ ծրագրերի, սա վարկ չէր, էլի, որ Հայաստանի վզին էր դրվում եւ մենք մեր երեխաները այսպես պարտքի տակ թաղվել ենք։ Սա գումար էր, քյաշ արձերն գումար էր, որը դրվում էր Հայաստանի տնտեսության մեջ։ Հիմա վերադառնալով դերնիկ ավարտեն, վերադառնալով են հարցին ասում են կերել են թե չեն կերել, եթե կերել են գլուխները քարն են տվել եւ շատ վատ են արել, բայց եթե կերել են, կներեք հիմա մի քիչ կարողա ցինիկ է հնչում, բայց այդ գումարները Հայաստանում են մնացել, բայց կրկնում եմ, չէր կարելի իհարկե որևէ մի կոպեկ ուտել, եթե անգամ կերել են։ Թաթուլ այդ գումարների ծախսը զգացել է իր վրա յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Էլի կրկնեմ դա, ես այդ տարիներին Գյումրիում եի եւ հիշում եմ, թե Գյումրին ինչպես վերափոխվեց Լինսի ծրագրի իրականացման ընթացքում եւ դրանից հետո շենքերի որակը բնակարանների քանը 149 շենք, եթե չեմ սխալվում, 3500-ից ավել մոտ 4000 բնակարան անօթևան ընտանիքների։ Դա այդ օգնության երևացող մասն էր, սակայն մուլտիպլիկատիվ էֆեկտը այդ ներդրումների հսկայական էր եւ այն ժամանակ դու նշեցիր, որ վարպետներն ու բանվորները սակարկում էին, ես հիշում եմ, որ Գյումրիում կար վարպետների պակաս։ Մարդիկ հրաժարվում էին գնալ Ռուսաստան, մնում եւ աշխատում էին այնտեղ եւ դրանից սպասարկման ոլորտը բավականին մեծ զարգացում ապրեց։ Յուրաքանչյուր մարդ օգտվում էր այդտեղ ծախսվող գումարներից։ Հետևաբար պետք է երևի զգուշ լինենք, թե ինչ որ ծրագրի ազդեցություն գնահատելուց։ Հատկապես այդ ընթացքում իհարկե ինչ որ բաներ այնպես չեն եղել, ինչպես մենք ցանկանայինք, բայց եղել է ի հոգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Միանշանակ, եւ նաեւ ես այստեղ ուզում եմ ասել, ես ուզում եմ հիշեցնել այսօրվա իշխանությունների եւ նրանց կարկառու ներկայացուցիչների, ով հավանաբար մեր պատմության մեջ կմնա օֆշոր մականունով, դա այսօր Հայաստանում, այսօր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանն էր, որը մի առիթով փուչիկ համարեց այդ շինարարությունը, հիշում եք։ Այսինքն մարդ, որը այդ ժամանակ զբաղեցնում էր կենտրոնական բանկի նախագահի պաշտոն եւ պետք է որ տեղյակ լիներ ինչ է կատարում երկրում, նա համարեց դա փուչիկ։ Նու հիմա չգիտեմ Հայաստան, եթե այն ժամանակ փուչիկ էր, հիմա Հայաստանի անունը ինչ դնենք։ Գուցե 50-50 Երևի Թաթուլ եւ համեմատության համար նշեմ, շինարարությունն ենք վերցնում օրինակ անօթևանների համար, երկու կարևոր ծրագիր իրագործվեց Գյումրիում, մեկը Լինսի հիմնադրամով բնակարաններն են, մյուսը Glendale Hills-ի այդպես կոչված շինարարությունն էր, որը Ռուսաստանից ստացված վարկի միջոցով կառուցվեց եւ եթե համեմատում ենք այս երկուսի ազդեցությունը Գյումրիի վրա, անհամեմատելի են։ Յուրաքանչյուր գյումրեցի կարող է նշել, որ Լինսի հիմնադրամի այդ ծախսված գումարներից օգտվեցին շինարարական կազմակերպությունները տեղի, շինարարները, բանվորները, քաղաքացիները ընդհանրապես, սակայն Glendale Hills-ի այդ շինարարությունից, որը իրականացվում էր գետոյացված ռեժիմով, շատ քիչ մարդ է օգտվել եւ ավելին ասեմ, ես որևէ մեկին դեռևս չգիտեմ, որ դժգոհ էր Լինսի հիմնադրամով կառուցված բնակարանների որակից, որ ասեն, ես ինչ է
ասենք թափվում է, չգիտեմ, քանդվում է եւ այլն եւ այլն, բայց նույն բաները չեն կարող ասել Glendale Hills-ի համար։ Իհարկե, նաեւ մենք կարող ենք նշել, որ այստեղ շատ կարևոր դերակատարություն ունեցան այն մարդիկ, ովքեր վերահսկում էին այս Լինսի հիմնադրամը, մասնավորապես պետք է նշել ի վերջո Հարութ Սասունյանի անունը, ով ուղղակիորեն հետևում էր այդ աշխատանքներին եւ ի վերջո անձնական ներկայացուցիչ անձամբ ստուգում էր շինարարության որակը եւ դա շատ կարևոր եւ պետք է արժանին մատուցել այդ մարդկանց, ովքեր իրավամբ հետևեցին, որ ամեն ինչ կարգին լինի եւ դերենիկ մեր զրույցի ավարտին ես կարծում եմ, որ Քրքորյանը ոչ իր կենթանության օրոք եւ որ իր կենթանության օրոք հավանաբար դա իր բնավորությունից էր, նա իհարկե նա արժանացավ Հայաստանի ազգային, այսինքն բարձրագույն հերոսի կոչման, բայց նա ավելին է, քան Հայաստանի ազգային հերոս եւ ես կարծում եմ, որ պետք է նրա անունով մենք շատ բաներ ունենայինք Հայաստանում եւ կարծես թե շատ բաներ չունենք, որը խորհրդանշեր նրա արված գործը եւ դրանով նաեւ մեր ժողովուրդը իր երախտագիտությունը կհայտներ։ Ես գիտեմ շատ մարդիկ, որոնց արձանները արդեն կանգնեցվել են, բայց այդ մարդիկ այնքան էլ հիմա ես չեմ ուզում նվաստացնել այդ մարդկանց գործունեությունը, բայց 100-րդը, 1000-րդը չեն արել ինչ որ արել է Քրքորյանը, բայց Քրքորյանի մասին շատ քիչ բան կա։ Եվ հիմա, երբ որ նրա կյանքի հեռանալուց հետո գուցե ժամանակն է, որ նրա անունով ինչ որ բաներ Հայաստանում անպայման ունենանք։ Այո, ես կարծում եմ, որ լավագույն հուշը կլինի դա, երբ ինչ որ մի փողոց, չգիտեմ, հուշարձան կամ Մի չէ, շատ բան պետք է նրա անունով, այսինքն ամեն Հայաստանի յուրաքանչյուր կետում 100 միլիոնավոր դոլարներ է հատկացրել անհատույց Հայաստանին։ Հիմա, երբ որ նայում ենք, չգիտեմ, ամենտեղ արձաններ են բացվում եւ այլն, որոնց այդ մարդկանց արածները ամբողջ Հայաստանի համար, չգիտես, ինչ ձևով չափես, բայց Քրքորյանի արված ուղղակիորեն կրկնում եմ, ես կարծում եմ, որ նա ուղղակի նրա արածը Հայաստանը Լինսի ծրագիրը դուրս բերեց Հայաստանը խորը ճգնաժամից եւ որակապես փոխեց Հայաստանի պատկերը եւ մենք պետք է երախտամոռ չլինենք եւ հավուր պատշաճի գնահատենք նրա ծառայությունները եւ լավ կլինի, որ Հայաստանի գոնե առաջին երկու նախագահները, ես երրորդ նախագահի մասին չեմ ասում, որտեվ երրորդ նախագահի օրոք Լինսի հիմնադրամը եւ ընդհանրապես Քրքորյանը Հայաստանում ծրագրեր չիրականացրեց։ Հիմա սա այլ խնդիր է, ինչու չիրականացրեց, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, ինչ որ ձևով պետք է արձագանքեն եւ միջև այս պահը, չգիտեմ, որևէ արձագանք եղել է թե չի եղել, բայց պետք է ինչ որ ձևով ցավակցական հեռագիր կամ ներկայություն, չգիտեմ։ Հավանաբար պետք է ներկայություն, որտեվ այդ մարդը արել է շատ բան Հայաստանի համար, որը չի կարելի չափել։ Այո, Թաթուլ, ես ավարտելով հիշեցի, որ մշակութային օբյեկտների վիճակը Լինսի հիմնադրամի իրականացրածից առաջ եւ հետո, օրինակ նույն թատրոնները հսկայական տարբերություն կա, մշակութային կյանքի աշխուժացումը կապված էր նաև այդ հիմնադրամի կատարած աշխատանքներով։ Դրա համար եմ ասում, յուրաքանչյուր ոլորտ, յուրաքանչյուր քաղաքացի զգացել է այդ ծախսված 220 միլիոն դոլարի ազդեցությունը Լինսի հիմնադրամի միջոցներով։ Շնորհակալություն Թաթուլ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ, մենք զրուցում էինք Քրքորյանից, նրա կատարած աշխատանքներից։ Կհանդիպենք։